Okay, հարազատներ, սկսում ենք մեր փոքրիկ սնկով նախուտեսները։ Սունկ իրականում սունկ չենք դնելու մեջը, բավականին հետաքրքիր եւ համով մի բան է լինելու։ Ինչա մեզ հարկավոր առաջնայինը, հարկավոր է քրաբի մեջի, որ վաճառում են, քրաբ անունն է քրաբի մեջի այդ միսն է, բայց իրականում սա, եթե ուզում եք իմանալ, սա քրաբ չի, եթե կարդաք մեջը ինքը հատուկ նյութերով պատրաստված է, որ համը բավական մոտիկ է։ So, մոտավորապես 1 բաժակի չափով ես արդեն աղացել եմ, նախորդ պատրաստել եմ։ Մեզ հարկավոր է 1 բաժակի չափով պանիր, ես օգտագործում եմ մոցարելա պանիր։ Okay, մեզ հարկավոր է լինելու ձու 3 հատիկ, ինձ պետք է որ քերեմ այն մանր քերիչով, Ես մոտավորապես սրանից մի 5-10 տարի առաջ էր, երբ որ ես ու տղաս զարմացած մի անգամ խանութում ասում ենք ոնց կարող է լինի, որ քրաբի մեջի այդ մսերը այդքան էժան լինի, երբ որ քրաբը ինքը իրանով արդեն բավական թանկ արժի եւ բավականին էսի մեծ գնային տարբերություն է, եթե այդպես նայենք, հետո որ կարդացինք հասկացանք, որ չէ, ընդհանրապես մեջ անգամ 1 գրամ քրաբ չկա ինքը, ուղղակի դա համեմունքներով եւ արհեստականորեն իրանք ստացել են արհեստական քրաբի միս, բավական հետաքրքիր, բայց համն էլ շատ նմանացված է, իմիջիալոց ասեմ, բավական լավ մոտիկացրել են համին, որ իրականում դա ստացվել է իրանց մոտ։ Okay, սա վերջացրեցինք, ինձ հարկավոր է լինելու սխտոր, մեկ ատամ սխտոր եմ դնելու մեջը, շատ չնչին մեջ ավելացնելու եմ սև փոշի պղպեղ, okay, աղ, բնականաբար, և մայոնեզ, մոտ 2 գթալի չափով, ու խառնում ենք, եթե կարիքը կլինի կավելացնեմ էլի մայոնեզը, բայց չեմ ուզում առայժմս, տեսնենք հիմա ոնց կստացվի։ Ինձ պետք է լինի, որ կպնող մասա դառնա ինքը։ Okay, հարազատներս, արդեն խառնել եմ, վերջացրել եմ, հիմա մի կողմ եմ դնում և ինձ պետք է լոլիկներ բնականաբար, լոլիկների կեսից մի քիչ ներքև եմ կտրելու, այս մասը չհասած, և մեջինը հանելու եմ, մի փոքրիկ, որ շատ ջուր չթողնի ինքը, այսենց, ուպս, Եթե հնարավոր է չերի լոլիկներ օգտագործեք կամ գոնե մի քիչ մեծ որելին չերից ավելի լավ, բայց շատ մեծը չի լինի օգտագործել, դերադասելի է, որ փոքրիկ լոլիկներ լինեն։ Ես ունեմ չերի էլ, այս տեսակի Swiss չերիները, բայց սա շատ մանր է գալի։ Դրա համար որոշեցի, որ սրանք օգտագործեմ։
Մեկ հատ էլ կանեմ ու վերջ արդեն բավարար է։ Վերջ։ Հիմա սա էլ դնենք մի կողմ ու սկսենք արդեն մեր սունկերը հավաքել։ Շատ հեշտ է լինելու, շատ հեշտ իմիջիալից ասեմ։ Ես փոքրիկ թրջելու եմ ձեռս, որպեսզի հեշտությամբ չկպնի իմ մասան ձեռքիս վրա։ Okay, եւ այն փորձելու եմ գլանակի պես պատրաստել։ Տակի հատվածը մի քիչ կպնդացնեմ։ Եվ լոլիկները կդնենք վրան։ Պատկերացրիք չէ արդեն։ Սա դա էլ կվերջացնենք։ Եվ վրան էլ փոքրիկ սիրուն դիզայն կանենք։ Պետք չունի լինելու շատ ցենց օրիգինալ մի բան, այնքան որ սիրուն տեսք ունենա։ Okay. Okay, Ժորժան, մեր աղցանը պատրաստ է, հիմա ինձ պետք է ընդամենը շուշուտ դիզայն անենք, շատ արագ ալարում եմ էթամ, ես հատուկ փոքրիկ սպրիչ ունեմ, որ դրանով կարող եմ անել, բայց ալարում եմ էթամ վերցնեմ հիմա դա։ Ու սենց բոլորն ենք անում, պետք է Ահա եւ հարազատներս բրցանք արդեն, պատկերացրեցիք չէ, ոնց եղավ, շատ համով ու շատ նուրբ նախուտեստ է, անպայման պատրաստեք, վստահ եմ կսիրեք։